Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Սրանք բոլորը մեռան հավատքի մեջ, Եբրայեցիս 11:13։ Ահա բոլոր այն օրհնյալ սրբերի տապանագիրը, որոնք ննջել են նախքան մեր Տիրոջ գալուստը։ Նշանակություն չունի, թե ինչից են նրանք մահացել, ծերությունից, բռնության արդյունքում, թե որևէ այլ կերպ։ Նրանց բոլորին միավորող միակ փաստը, որն արժանի է հիշատակման, այն է, որ նրանք բոլորը մեռան հավատքի մեջ։ Նրանք ապրել էին հավատքի մեջ, և դա նրանց մխիթարությունը, ուղեցույցը, շարժիչ ուժն ու հենարանն էր, ուստի միևնույն հոգևոր շնորհքի մեջ էլ նրանք մեռան, իրենց կյանքի երգն ավարտելով այն նույն քաղցրահնչյուն մեղեդիով, որի մեջ այնքան երկար հարատևել էին։ Նրանք չմեռան մարմնավոր հանգստության մեջ, ապավինելով իրենց սեփական ձեռքբերումներին, ոչ էլ երբևէ դուրս եկան այն սկզբնական ճանապարհից, որի մեջ Աստված էր իրենց դրել, այլ մինչև վերջ ամուր կառչած մնացին հավատքի ճանապարհից։ Հավատքով մեռնելը նույնքան երանելի է, որքան հավատքով ապրելը։ Հավատքով մեռնելը հայացք է նետում անցյալի վրա։ Նրանք հավատացել էին անցյալում իրենց տրված խոստումներին և վստահ էին, որ իրենց մեղքերը ջնջված են Աստծո ողորմությամբ։ Հավատքով մեռնելը կապված է ներկայի հետ։ Այս սրբերը վստահ էին, որ ընդունված են Աստծո կողմից և վայելում էին նրա սիրո ջերմացնող ճառագայթները, հանգստություն գտնելով նրա հավատարմության մեջ։ Ի վերջո, հավատքով մեռնելը առաջ դեպի ապագա է նայում։ Նրանք ննջեցին հաստատելով, որ Մեսիան անկասկած գալու է և որ վերջին օրերում, երբ նա կրկին հայտնվի պատմության թատերաբեմում, իրենք հարություն են առնելու գերեզմաններից, որպեսզի տեսնեն նրան։ Նրանց համար մահվան չարչարանքներն ընդամենը ծննդկանի ցավեր էին ավելի լավ կարգավիճակի հասնելու համար։ Քաջալերվիր, ով իմ անձը, կարդալով այս տապանագիրը։ Քո ընթացքն Աստծո շնորհքով հավատքի ընթացք է։ Մարմնավոր տեսողությունը հազիվ թե ուրախություն գտնի այս ճանապարհի մեջ, սակայն հոգևոր աչքերի համար սա պայծառ և փառավոր ուղի է։ Հավատքն այն ուղեծիրն էր, որով շարժվել են բոլոր հզոր աստղերն իրենց փայլատակման ողջ ընթացքում։ Եվ երանելի ես դու, եթե այն նաև քո ուղեծիրն է։ Նայիր Հիսուսին այս երեկո, քո հավատքի առաջնորդին և կատարողին, և գոհացիր նրանից, որ քեզ ճիշտ նույն թանկագին հավատքն է շնորհել, որ տրված էր հիմա փառքի մեջ գտնվող առաջամարտիկներին։